Պարոն Մովսիսյան, ձեզ էլ պետք է հարցեր ուղղեմ, դուք ըստ էության արդեն երկրորդ անգամ եք մասնակցում։ Նախ ուզում եմ հստակ հարցը տալ այսպես, հոգևորականներին էլ բաժանեցիք սևերի եւ սպիտակների, մերոնքի եւ մերժերիների, անգամ պատրաստ եք հանուն պառակտման կարգալուց եղած հոգևորականից հաղորդություն ստանալ։ Այսպես պառակտելով ուր են գնում, պարոն Մովսիսյան։ Դե հիմա ձեր հարցի մեջ մի քանի հատ նախադասություն կա, որ ես դրա հետ համաձայն չեմ, դրա համար չեմ կարծում, որ ճիշտ է ձևակերպված հարցը։ Նախ արդեն ես անցած կիրակել նշեցի, որ կարգալույցը չի կարող կարգալույց անել, այսինքն այն, որ դուք որպես փաստ նշել եք, որ կարգալույց եղած հոգևորականը պատարակ է տալիս, այդ մտքի հետ ես համաձայն չեմ եւ վստահորեն այստեղ հավաքված ոչ ոք համաձայն չէ։ Այսինքն հետ դրանից իրեն օծել, մայրաթորները իրեն կարգալույց ճիշտ չի ձևակերպված։ Ես անցած անգամ այդ հարցին շատ մանրակրկիտ պատասխանել եմ, կարծում եմ, եթե անհրաժեշտություն կա, կարող ընդամենը մի շաբաթ առաջվա իմ պատասխանը լսեք, ոչինչ չի փոխվել մի շաբաթվա ընթացքում։ Եթե նոր հարցեր լինի, մեծ սիրով Ձեզ համար Աստված է արդարացել։ Այդ ինչ դուք ուզում եք այդտենց հարցը, որ վիրավորական է, վիրավորական քրիստոնյայի համար, այսինքն ցանկացած մարդ սխալական է եւ գիտի այդ բոլոր քրիստոնյաները դա գիտեն, դուք մարդուն Աստծո հետ եք համեմատում, ինչ համեմատություն կարող է նման հարց լինել, այսինքն դուք ինչպես եք մարդուն համեմատում Աստծո հետ, դուք ձեր տված հարցը իմ կարծիքով վիրավորական է, դուք այդ քրիստոնյա եք, չէ՞, ձեզ էլ է վիրավորական այդ հարցը, որ դուք Աստծուն կարող եք մարդու հետ համեմատել, Աստծուն չի կարելի մարդու հետ համեմատել, մարդը սխալական է, իսկ Աստված ոչ, դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Պարոն Մովսիսյան, ինձ հետաքրքիր, դուք ամեն օր աղոթում եք։ Ամեն օր չեմ մտաբերում ամեն օր աղոթում եմ, թե չէ, բայց հաճախ եմ աղոթում։ Հաճախ որ աղոթում եք, ինչ եք խնդրում Աստծուց։ Տարբեր բաներ, հիմնականում առողջություն, խաղաղություն, հաջողություն։ Իսկ Աստվածաշունչ կարդացել եք։ Աստվածաշունչը լիարժեք չեմ կարդացել, որովհետև Աստվածաշունչը բարդ գիրք է, որպես այդպեսին ուղղակի կարդացել եմ, բայց Աստվածաշունչը ուղղակի այդպես կարդալ իմ կարծիքով բավարար չէ։ Ինչ որ կարդացել եք, ինչ եք հասկացեք, ասեք մեր քաղաքացիներն են։ Ես չեմ պատրաստվում այստեղ Աստվածաշունչի դասեր տամ, որովհետև չեմ կարող տալ։ Քաղաքական հարցեր եթե կան, տվեք պատասխանեմ, ես չեմ պատրաստվում։ Մի հատ է կարող է նորից հարցնեք, աղոթքը գիտեմ թե չէ։ Ժողովուրդ ջան, լուրջ հարցեր եթե կա, եթե չէ, ես արդեն անիմաստ եմ համարում այս հարցը։ Չեմ զայրանում։ Ասում եմ վերջ անգամ երբ եք պատասխանել։ Գիտեք, ես հիմա երկրորդ դասարանի աշակերտ չեմ, դուք էլ իմ ուսուցիչ չեք, որ նման հարցեր տաք։ Եթե քաղաքական հարցեր կա, տվեք, սիրով կպատասխանեմ։ Եթե չէ, ես չեմ պատրաստ։ Վերջացնենք, շնորհակալ եմ։